Սամվել Կարապետյանի խոսքում բացակայում է հանցանքի դեպքը։ Հարգելի Կարապետյաններ, օրենքով մեր հանրապետությունում պետական իշխանություն ասելով ըստ մեր սահմանադրության հոդված 4-ի պահանջի։ Հասկանում ենք ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյան, որը պաշտոնատար անձ է և ոչ թե պետական իշխանություն, այլ հասկանում ենք օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններ որպես մեկ ամբողջ, որին, այսինքն պետական իշխանության այդ ամբողջին, չի վերաբերվել Սամվել Կարապետյանի, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին արտահայտությունը։ Միաժամանակ, եթե այդ խոսքը վերաբերվել է Նիկոլ Փաշինյանին, ապա քաղաքական գործիչների մի մասը օրենք չխախտելով սատարում են Փաշինյանին, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչներն էլի չխախտելով օրենք ձգտում են հասնել Փաշինյանի հրաժարականին ու այդ օրինական գործընթացներից, որին էլ որ վերագրենք Կարապետյանի, մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին արտահայտությունը, դրա մեջ հանցավոր ոչինչ չկա։ Այդ արտահայտությունն ընդամենը նշանակում է քաղաքական գործընթացներին օրինական մասնակցություն։ Ուստի Սամվել Կարապետյանի այդ խոսքում ոչ միայն բացակայում է հանցակազմը, այլ բացակայում է հանցանքի դեպքը, որ հիմքով ու հիմնավորմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ հնարավոր չէր վերաբերելի կիրառության մեջ դնել ոչ միայն քրեական օրենսգրքի հոդված 422-ը, որ հոդվածում խոսվում է իշխանության զավթելու և ոչ թե պաշտոնատար անձի պաշտոնի մասին, այլ հնարավոր չէ վերաբերելի կիրառության մեջ դնել քրեական օրենսգրքի որևէ այլ հոդված։ Ուստի Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել օրենքի բացարձակ ու բացահայտ խախտմամբ, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը։ Նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթը օրենքով ենթակա է հսկող դատախազի որոշումով անհապաղ կարճման, իսկ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից։ Ես բժիշկ Գուրգեն Սարգսյանն եմ Շիրակի մարզի Սառնախբյուր գյուղից։